Ինքարժանապարգելի ժողովուրդ ջան, որ ամեն օր իր ողորմությունները ապրեցնում են մեզ այս չար օրերում եւ մեզ ուժ ու կարողություն են տալիս, որպեսզի մենք Իրանից պինդ բռնվելով հաստատ քայլենք այս ալեկոծ կյանքի մեջ։ Այո, ինչպես եղբայրն ասեց, շատերը որ ուժասպառ են ելնում, ձեռները շատ տեղեր են գցում, բայց Աստծուն ապավինողները կարողանում են հենվեն Քրիստոսի վրա, որտեղ Քրիստոսը եղավ մեզ համար հիմք, վեմ, որի վրա շինվելով մարդու կառույցը հաստատ է լինում եւ ոչ մի փոթորիկ, ոչ մի քամի, ոչ մի հող չի կարողանում քանդի այդ շինությունը։ Եվ այսօր Սուրբ Հոգին եկել է շինելու մեր մեջ այդ կառույցը, որպեսզի այս կյանքում չլինի այդպես բան, որ կարողանա քանդի, որտեղ աշխարհի փոթորիկները գնալով դաժանանում են, ավելի ուժ գնանում են, բայց Աստծուն ապավինողները ավելի եւ ավելի զորանում են Աստծու մեջ։ Դրա համար Հիսուս Քրիստոսում եղողների համար չկա գայթակղություն, Հիսուս Քրիստոսում եղողների համար չկա կործանում, այլ նրանք օրեցօր պետք է նորոգվեն Քրիստոս կյանքի մեջ Աստծո հոգու միջոցով։ Ինձ թվում է մեր սրտերը չի թուլանում, չէ՞, երբ որ եղբայրները ուղիղ Աստծո խոսք են խոսում մեզի, չէ՞։ Մեր սիրտը հոժար է լսենք ուղիղ Աստծո խոսքը, ոնց Տերը մեզ խոսում է։ Այո, այսօր եղբայրները շատ ուղիղ խոսում են։ Մեր սրտերը բաց է լսելու այդ խոսքը։ Այսօր որ Լյովա եղբայրն ասեց, այսօր Հիսուսը ոչ թե մենակ մեզ լողանալ է սովորացնում, Հիսուսը իրան սիրողներին, իրան ապավինողներին սովորացնում է նաև քայլել հողմակոծ ալիքների վրայով։ Նրանք, ովքեր կարողանում են հավատքով բռնվեն նրանից, ովքեր կարողանում են հավատքով հենվեն նրա վրա։ Բայց երբ որ Պետրոսի պես մի պահ թեկուզ հավատքներս հերիքում է քայլում ենք այդ ալիքների վրայով, մենք հիշում ենք, չէ՞, այդ պատմությունը, երբ որ Հիսուսին տեսան, Պետրոսն ինչ ասեց, երբ որ ծովի վրայով քայլում էր։ Ասեց, եթե դու ես Տեր, հրաման տուր, որ ես էլ քայլեմ, չէ՞։ Եվ Հիսուսն ասեց, արի։ Ամեն այդ պահը լավ էր, որ Պետրոսի հավատքը հերիքեց, որ ալիքների վրայով քայլեց։ Բայց պահեր կա, երբ որ մարդը թեկուզ հավատքով քայլ է դրել, բայց մի պահ, երբ որ նայում է հողմակոծված ալիքներին, ոչ թե Քրիստոսին, հերիք է մի պահ Քրիստոսից մարդ իր հայացքը թեքի, խորտակումը պատրաստ է մարդու։ Դրա համար առաքյալն ինչ ասում է ամեն ժամանակ նայենք, եղբայրն ասեց, չէ, մարդկանց հանգարց չնայենք։ Շատ մարդիկ ենք, չէ՞, տեսեմ մենք էլ ենք շատ անգամ եղել մարդուց սպասելիքներ ենք ունեցել, նայել ենք մարդու, մեր սպասելիքները չի արդարացրել ու կարծես դա մեր համար, չգիտեմ, պատճառ է դարել որոշ չափով տկարանալու։ Բայց դրա համար էսի լավ գիտեին առաքյալները, դրա համար ասում են նայեք ձեր հավատքի առաջնորդին, ոչ թե մարդկանց։ Ձեր հավատքի առաջնորդին եւ ինչ կատարողին, որը Քրիստոսն է։ Դրա համար մենք պետքա ամեն պարագայի մեջ կարողանանք նայենք նրան։ Մեր հայացքները հենց շեղեցինք նրանից, այսօր այնքան ուժգին է այս աշխարհի ալիքները կուլա տալու։ Նրանք ովքեր Քրիստոսից բռնված չեն։ Բայց թեկուզ այս պահին ընկած ենք ժողովուրդ, եթե տկարություններ կան։ Լսեք, տեսեք, Աստծո խոսքն ասում է արդարը եթե 7 անգամն էլ ընկնի, չէ, պետք է Տերը նրան վերհանի։ Արդարները նրանք են, ովքեր կարողանում են թեկուզ, տեսեք, Պետրոսը, երբ որ կասկածեց, երբ որ երկմտեց, երբ որ նայեց ալիքներին խորտակվում էր, բայց էլի աղաղակեց Տիրոջը։ Ասես Տեր կորսվում եմ, փրկիր, չէ՞ ինձ։ Եվ տենում ենք Հիսուսը ձեռքը մեկնեց նրան, հանեց այդ ալեկոծված ալիքների մեջից։ Հիմա մեր կյանքում լինում է շատ պարագաներ, երբ որ մենք մի պահ լինում է, որ
մեր հայացքը շեղում ենք Քրիստոսից ու նայում ենք այս աշխարհի մեջ կատարվելիքներին եւ ոչ թե մենակ ինչ որ աշխարհի մեջ է կատարվում, նաեւ մեր մեջ էլ է շատ բաներ կատարվում, շատ փոթորիկներ է մեր մեջ կատարվում։ Երբ որ մենք չենք կարողանում հավատքով ապավինենք Տիրոջը, հավատքով հենվենք Քրիստոս կյանքի վրա, շատ հեշտ խորտակվում ենք։ Բայց նորից եմ ասում, դարձյալ մեզ պետք է նայենք Քրիստոս կյանքին, որը առաջնորդում է մեզ մեր հավատքի ճանապարհների մեջ, որպեսզի հաղթություն ունենանք նրանով։ Այո, այսօր ցավոք սրտի շատ տեղեր կա, ինչպես եղբայրն ասեց, որ մարդիկ չեն կարողանում ուղիղ խոսքը տանեն կամ Աստծո խոսքի հանդիմանությունը տանեն, էցի բոլորիս կյանքում լինում է, բոլորիս կյանքի մեջ կա, չէ՞։ Շատ անգամ չի եղել, երբ որ դուք նստած եք եղել, պարկած եք եղել, մտքերի մեջ եք եղել կամ ինչ որ վիճակների մեջ եք եղել, այդ հանդիմանությունը, որ եկել է մեր կյանքի մեջ, երբ որ մենք ուշադրություն ենք դարձրել, ինչքան խրատ ենք առել դրանից։ Բայց այսօր, ինչպես եղբայրը ասեց, այո, շատ տեղեր կա, այո, այդ հանդիմանությունը Աստծո խոսքի ուղիղ քարոզությունը, ուղիղ խոսքը մեջտեղից հանում են, ինչա թե ժողովուրդը այսօր այս վերջերս մի հատ տեսանյութ տեսա, անգամ եկեղեցու մեջ մի հատ շոու են սարքել, ժողովուրդ, շոու, որ մարդիկ հավաքվեն, շոուներ են սարքել, որ մարդիկ հավաքվեն այդ շոուների համար։ Բայց Աստծո խոսքը մեջտեղից հանել են։ Ինչ օգուտ, որ ժողովուրդը բազմությունը հավաքվի, բայց վերջին օրը Աստծո նպատակը ո՞րն է, ժողովուրդ ջան, մեր կյանքում, որ մենք փրկություն ունենանք, չէ՞։ Ու Աստծո նպատակը այն չի, որ մենք հավաքվենք ստեղ մենակ փառք տանք Աստծուն, ասենք փառք Տեր, բայց գնանք այտենց էլ Աստծո խոսքից ոչինչ չառած, ոչ մի խրատ չառած, ոչ մի դաստիարակություն չառած մեր կյանքի մեջ։ Ինչ օգուտ։ Աստված ասում է, ես կարող եմ մի բանի կարոտեմ, հա։ Կարող է Աստված կարոտա, որ մենք սաղորը հավաքվենք, ասենք փառք Տեր, բայց մեր սիրտը զատված լինի իրանից։ Միտեղ գրված է, չէ՞, ասում է ժողովուրդը մենակ շուրթերով է ինձի պաշտում, բայց նրանց սիրտը հեռացած ու զատված է ինձանից։ Աստված չի ուզում սենց պաշտամունք։ Այո, Աստված արժան է փառքերի։ Տերը ամեն ատեն, ամեն վարքյան, ամեն բանի համար արժան է փառքերի, բայց ինքը կարոտ չի մեր տված փառքերին, ինքը փառքն էլ է իրանից, օրհնությունն էլ է իրանից, շնորհքն էլ է իրանից, զորությունն էլ է իրանից, կյանքի բոլոր աղբյուրները իրանից է։ Այնպես չի, որ Աստված սպասում է գանք մենք իրան փառք տանք ամեն օր, ինքը դրանով փառավորվի, իր կյանքն էլ թող Տերը ների երկարի դրանից։ Ասեց, ես որ մի բանի կարիք ունենամ, ինչա քեզ եմ ասելու։ Աշխարհը տեզերքը բոլոր իր լիությունով իմնա։ Բայց մենք գիտենք, ասենց Աստված մեզանից սպասելիքներ ունի, սպասելիքներ չունի, բայց Աստված ուզում է, որ մենք փրկություն ունենանք որպես իր ստեղծագործություն։ Թե չէ, ասենք մեզ թվում է, թե Աստված մեր կարիքը ունի։ Այո, Աստված ուրախանում է, երբ որ մենք որպես իր ստեղծած ժողովուրդ ճանաչում ենք իրան, կարողանում ենք ապրենք իր հետ ուրախությամբ։ Աստված գրված է, ոչ մեկի կորուստը չի ուզում, թե չէ Աստված կարիք չունի, որ մեզանից մի բան առնի։ Ինչ որ անում ենք, մեր համար ենք անում, ժողովուրդ ջան։ Այս վերջերս մեկի հետ հանդիպեցի, խոսում էի, ասում ես այսօր առավոտ հելել եմ, ասում է, չէ՞ ասում խնդրել եմ Աստծուց։ Ասում է, Տիրոջից պահանջել եմ իմ բաժին օրհնություն այսօր։ Այ մարդ նայում եմ, չեմ ուզում մի բան ասեմ, հանգարց մարդը չվիրավորվի, բայց մտածում եմ էլի, Աստված ջան, մեր բաժին օրհնությունը, որ մեր բաժին օրհնություն չի, մեր բաժինը ուրիշ բան է։ Ամեն օրհնություն Տիրոջից է, Տիրոջն է, եւ Տիրոջից է գալիս մեր կյանքի մեջ օրհնություն, Տիրոջից է գալիս մեր կյանքի մեջ փրկություն, սրբություն, օրհնություն, թե չէ մենք որ էդի վերագրենք մեզի մեր բաժին օրհնությունը, մեր բաժինը ուրիշ բան է եղել։ Տերը իր բաժին օրհնությունից է, թե չէ, հենց մենք մի հատ էլ չենք ասում, խնդրենք Տեր,
Այսօր գոնե օրհնի իմ կյանքը։ Ես անարժան եմ եղել քո առաջ։ Ես իմ մտքով, իմ խոսքով ամեն օր եթե թերանում եմ քո առաջ, ողորմություն արա ինձի, բայց հելնում ենք պահանջներ ենք ներկայացնում, ոնց որ Աստված պարտք ա մեզի։ Շատ մարդիկ sense են կա, գիտեն որ մի երկու բան ստացվում է իրանց կյանքի մեջ, որ հելնում են առավոտ մի հատ փառք են տալի, ուրեմն բաժին օրհնություն ունեն։ Իրանց բաժին օրհնությունը պարտք մնաց Աստված այսօր իրանց, այդ պարտքը պետք է կատարի Աստված։ Ուտես նայում եմ մեջ մտածում եմ զարմանալով, բայց Աստված ողորմություն անի, որ ինքը ունի մեզ համար պատրաստած օրհնություն, թե չէ մենք մեր բաժինը վերցնելու ենք անարակ որդու նման, եթե ասում ենք մեր բաժինը, անարակ որդին էլ ասեց իմ բաժինը տուր ինձի, բայց հայրը չասեց, չէ, ինչ բաժինի մասն ես խոսում, չէ, չասեց, ասեց վերցրա, էսի քեզ լինի, գնա։ Մենք այդպես վատնելու ենք, եթե մեր բաժինը համարենք օրհնությունը։ Բայց երբ որ անառակ որդին հասկացավ, որ իր բաժինը մահն է, ինքը վատնող է մենակ այն ինչը որ Աստծուց հատրված առանց Աստծո ինքը վատնելու է էդի, այս մարդը պետք է հասկանա իր կյանքի մեջ, որ ինքը առանց հոր, առանց իր Աստծո, առանց իր Տիրոջ կորստյան է մատնված։ Կորստյան է մատնված։ Դրա համար երբ որ էսի ինքը զինքը գալը սա է նշանակում, երբ որ մարդը հասկանում է թե ինքը ինչի փայ է այս կյանքի մեջ, ինչի բաժին է իր կյանքի մեջ, ինքը զինքը գալը սա է նշանակում, եւ դրանից հետո է մարդը հասկանում, որ իր բաժինը Տերն է, Տերը հայրը, ոչ թե Աստված մի բան տա, մի քանի ժամ յոլա գնամ դրանով, մեկ էլ վերջանա այդ իմ կյանքի մեջ։ Այլ մեր բաժինը Աստված ուզում է սա հասկանանք, որ մեր բաժինը նա է մեր այս կյանքի մեջ եւ հավիտենականության մեջ, որ կարողանանք հավիտյան ապրենք նրա հետ։ Տիրոջ անունը փառավորվի։ Դրա համար մեր սրտերը չթուլանան, ժողովուրդ ջան, նրանք ովքեր վարժված են Աստծո հանդիմանությունով, Տիրոջ խոսքի։ Հիմա տեսեք, որ մեկը դա առավոտը երբ որ զարթնում է, գնում է հարևանի դուռը ծեծում, ասում է երեխեքի թանի դասիրակ եմ։ Ո՞վ է տենց բան անում։ Այդպես մարդ կա որ տենց բան անի։ Հելնում մենք առավոտ շուտ հարևանների դռները ծեծում ենք, ասում ենք ձեր երեխեքին հանենք դասիրակ եք ձեր երեխեքին, հա։ Ամեն մարդ իր տան մեջ ինքն է, չէ, իր երեխուն դասիրակում, ի՞նչ է։ Երբ որ խրատում է իր երեխուն թշնամությունից ելնելով, հա, խրատում իր երեխուն, հա։ Երբ որ մարդը խիստ է իր երեխու հանդեպ թշնամությունից ելնելով է խիստ իր երեխու հանդեպ, հա։ Կարող է մարդը թշնամի է իր երեխուն, դրա համար է խրատում իր երեխուն։ Ոչ։ Նույնպես Տերը ասում է, չէ, ասում է ես որ սիրում եմ, նրան խրատում եմ։ Եվ միտեղ էլ ինչ ասում, ասում է եթե առանց խրատի եք մնացել, ուրեմն ինչ եք հիշում եք, խորթեք։ Այսինքն այդ տնից չեք ուրեմն դուք։ Եթե առանց խրատի եք մնացել, ոչ մեկս չենք ելնում առավոտ շուտ, ելնում գնամ ճամփեկը տենանք ու երեխուն բռնենք որ խրատենք։ Ամեն մեկս մեր երեխի սխալը տենալով նրա ապագայի համար, նրա լավի համար, որ հետո ինքը չընկնի չարությունների մեջ խրատում ենք։ Թեև կարող է մի քիչ նեղվեն երեխեքը դրանից, բայց Աստծո խոսքն ասում է արդ Տիրոջ խրատով ովքեր վարժված են, չէ, ովքեր վարժվում են սրանով, ինչ ալնում, հետագայում արդարության խաղաղարար պտուղներ ավճարում, արդարության խաղաղարար պտուղներ։ Դրա համար վարժվենք, չնեղվենք, երբ որ Տիրոջ խրատը հասնում է մեզի, ուրախանանք, որովհետև ինքը հարազատ է մեզի ընդունում։ Այ վատը զգանք նրանից, երբ որ Աստծո խրատը չի հասնում մեր կյանքի մեջ։ Այ դրանից վատը զգացեք։ Հələ մտածեք էլի, խիչ խրատեց մեզ այսօր Տերը։ Այս խիչը հանդիմանեց, ասես մի բան արի, հանդիմանություն հասավ իմ սրտին թե չէ։ Այ մի հատ մտածենք, տեսնենք, Աստված խա խրատում մեզի։ Կարող է չի ուզում մեր լավ Աստված։ Այլ ասում է, չեմ ուզում որպեսզի ինչ լինի աքսորված ինձանից, չի ուզում աքսորված մնա, չէ։ Աքսորված ինձանից չեմ ուզում աքսորված, այլ Աստված ասում է ճանապարհներ ա որոնում, ճանապարհներ, որ աքսորված իրանից աքսորված չմնա։ Եվ այդ ճանապարհերի մեջ խրատում, շտկում,
դաստիարակում, որպեսզի մարդը ել ավելի կարողանա ճանաչի Տիրոջը։ Ես առաջի գլխից եմ ուզում կարդամ, ժողովուրդ ջան։ 20-րդ խոսքից կարդամ։ 20-ից, եթե հաջողվի մինչև 33-ը կարդամ։ Ասում է իմաստությունը դուրսը բարձրաձայն կհաղակե ու հրապարակներու մեջ իր ձայնը կտա։ Անիկա բազմություն եղած տեղերուն գլուխը եւ դռներուն մուտքերուն մեջ կհաղակե ու քաղաքին մեջ իր խոսքը կսե։ Ով անմիտներ, մինչև երբ անմտություն պիտի սիրեք, մինչև երբ ծաղր ընողները ծաղր ընելով պիտի զվարճանան, ու հիմարները գիտությունը պիտի ատեն։ Իմ հանդիմանությանս դարձեք, ահա իմ հոգիս ձեր վրա պիտի թափեմ, իմ խոսքերս ձեզի պիտի հասկացնեմ։ Տեսեք ինչ է խոսում։ Խրատից, հանդիմանությունից, հետո խոսում է, որ իմ հոգիս ձեր վրա պիտի թափեմ, սրանք շատ սերտ կապված են իրար հետ։ Շատ սերտ կապված են իրար հետ։ Եվ Հիսուսը հիշում եք, ասեց, երբ որ Մխիթարիչը Սուրբ Ոգին գա, ինչ պետք է անի։ Հանդիմանի մեղքի համար, չէ՞, սովորեցնի հանդիմանի մեղքի համար, չէ՞, իմ ասածները ձեզի պետք է պատմի, չէ՞։ Իմ հոգիս ձեր վրա պիտի թափեմ, իմ խոսքերս պիտի հասկացնեմ, այսինքն, եթե մենք ուզում ենք ճշմարտությունը ճանաչենք, առանց իր հոգու Սուրբ Հոգու խրատի չենք կարողանալու իր խոսքը ճանաչենք։ Չենք կարողանալու ճանաչենք իր խոսքը։ Դրա համար ասում է, պետք է խրատեմ, դրանից հետո ասում է իմ հանդիմանությանս, ահա իմ հոգին ձեր վրա պիտի թափեմ, իմ խոսքերս ձեզի պիտի հասկացնեմ, որովհետև ես կանչեցի ու դուք չուզեցիք լսել։ Ձեռքս երկարացրեցի ու մտի կնող չկա, հապա իմ բոլոր խրատներս մերժեցիք եւ իմ հանդիմանությունս չուզեցիք։ Ես ալ ձեր թշվառության վրա պիտի ծիծաղեմ, Աստված չանի։ Ես սենց եմ հավատում, որ մենք սիրում ենք, եթե մինչև այսօր մնացել ենք այս ճանապարհի մեջ, ինձ թվում է, որ մինչև հիմա սիրում ենք Տիրոջ խրատը, չէ՞։ Հասկացել ենք, որ դա մեր լավի, մեր սրբության, մեր փրկության համար է Տեր անում։ Բայց էսի խոսում է նրանց մասին, ովքեր չսիրեցին այդ խրատը։ Եվ իմ հանդիմանությունս չուզեցիք, ես ձեր թշվառության վրա պիտի ծիծաղեմ ու ձեր վախը հասնելու ծաղր պիտի ինեմ։ Երբ ձեր վախը հեղեղի պես հասնի, ձեր թշվառությունը մրիկի պես պատահի, եւ ձեր վրա նեղություն ու տառապանք գա, այն ատեն ինձի պիտի աղաղակեն ու պատասխան պիտի չտան։ Զիս պիտի փնտրեն ու պիտի չկրնան գտնել, որովհետև գիտությունը ատեցին ու Տիրոջ խրատը չընտրեցին։ Իմ խրատներս չուզեցին ու բոլոր հանդիմանությունս անարգեցին։ Ուրեմն անոնք իրենց ճամփուն պտուղեն պիտի ուտեն ու իրենց խորհուրդներով պիտի կշտանան, վասնզի անմիտներուն խոտորվելը զիրենք պիտի մերցնե, էսի Տիրոջ կամքը չի։ Տիրոջ կամքը չի, որ ասма իրանց խոտորմունքն է իրանց կորցնելու։ Ոչ թե Աստված ասա ուզել, այլ մարդը երբ որ իր հետ ապահում Աստծո խրատից, երբ որ իրան հետ ապահում Տիրոջ ճանապարհների մեջ քայլելուց, որտեղ այս ճանապարհները գիտենք, Տիրոջ ճանապարհները հեշտ ճանապարհներ չեն, բայց Քրիստոսով եղողները հաղթությունով են քայլում այս ճանապարհը։ Կարող է անկումներ ունենանք, նորից եմ ասում, բայց արդարը կարողանում է բռնվի Քրիստոսից կանգնելու համար։ Արդարները սրանք են, ովքեր ընկնելուց հետո խրատ են առնում, ընկնելուց հետո լսում են, ականջ են դնում Աստծո խրատին եւ Տերը նորից կանգնեցնում է նրանց։ Սա արդարների մասին է խոսում։ Բայց ամբարիշտերը նրանք են, ովքեր իրանց սրտի մեջ բոլոր վիճակների մեջ մերժում են Աստծուն։ Մերժում են, ասում են, «Սես լավ է էլի»։ Ոչինչ։ Կընկնեմ, այտենց էլ ոչինչ։ Այտենց էլ կապրեմ։ Բայց արդարը միշտ ամեն վիճակի մեջ կարողանում է բռնվի Տիրոջից,
նորից կանգնելու, նորից առաջ գնալու Քրիստոսի հետ։ Եվ շարունակեմ խոսքը։ Ուրեմն անոնք իրենց ճամփուն պտուղեն պիտի ուտեն ու իրենց խորհուրդներով պիտի կշտանան։ Վասնզի անմիտներուն խոտորելը զիրենք պիտի մերցնե եւ հիմարներուն անհոգությունը զիրենք պիտի կորցնե։ Տերը չի ասում ես եմ կորցնելու։ Այդ է մարդու ճանապարհների հետևանքը։ Մարդու ճանապարհի երբեք Տերը ոչ մեկի կորուստը ժողովուրդ ջան։ Մենք շատ ենք խոսում, այո, Աստված այնքան մեծ սեր ունի մեր նկատմամբ, որ Աստված ոչ մեկին չի ուզում կորցնի։ Աստծո սերը մինչև աշխարհի վերջ համբերելույա մարդու լիարժեք դարձի գալուն։ Մարդու լիարժեք դարձի գալուն է մինչև աշխարհի վերջ Աստված սпасելու։ Բայց ասում է, եթե մարդը շարունակեց մնալ այս խոտորմունքների մեջ, այս է իրան կորուստ անելու։ Հիսուսը հիշում եք փարիսեցիների հրեաների հետ ինչ էր խոսում։ Ասպեր ինչա, ձեզ թվում է, որ ես գնալու եմ հոր մոտ ձեզանից բողոքեմ, դատաստան պահանջեմ։ Ոչ, ասում է։ Ոչ։ Ասում է, այն Մովսեսի օրենքը, որին դուք ապավինել եք, դա ձեզ դատավոր ալնելու վերջի օրը։ Ինչի համար, որտեղ ասում ձեր գործերը չարեն։ Ձեր գործերը չարեն։ Մեկը որ գալիս է իր անունով, ասում դրան ընդունում եք, բայց մեկը որ Աստծո անունով է գալիս, ճշմարիտ Աստծո անունով, որտեղ Հիսուսը ինչ էր եկել։ Եկել էր մարդկանց ճշմարտության ճանապարհներ սովորացնում։ Փրկում ճշմարտությունից, նաև խրատելով։ Տեսեք, Հիսուսը երբեք ճշմարտությունը խոսելուց 70 աշակերտից շատ քիչ տոկոսը մնաց ընդ իր կողքին։ Բայց Հիսուսը չդադարեց, ասեց, լավ, այ մարդ, որ այս քանը գնացին, սпасել եմ մի քիչ փոխեմ, էլի էս մի քանի բան փոխեմ, կարողա մի քիչ բան է, էլի, նենց խիստ է հնչում։ Բայց Հիսուսը ինչ ասեց։ Ուշադրություն դարձրեք, Պետրոսին ինչ ասեց, ասեց, միթե դուք եք ուզում ինձանից գնաք։ Բայց Պետրոսը ինչ ասեց, սրան էլ ուշադրություն դարձնենք։ Ասեց, ուր գնանք քեզանից Տեր։ Ժողովուրդ, նրանք ովքեր Աստծուն սիրող մարդիկ են, կարող է խրատը մի քիչ խիստ լինի, որտեղ նույն ժամին գրված է ուրախարար չի թվում ամեն խրատը։ Կարող է տրտմեցնի մեզ։ Միտեղ Պողոս Առաքյալը գրում է, ինչքան հիշում եմ Կորինթացիս եկեղեցուն, երբ որ մեղք էր կատարվել այդ եկեղեցու մեջ, շատ խիստ գրեց այդ եկեղեցու մասին, շատ խիստ գրեց այդ հոգիների մասին ու նամակ էր ուղարկել։ Նամակը ուղարկելուց հետո այս ժողովրդի մեջ այդ խիստ նամակը կարդալուց հետո Պողոս Առաքյալը մտածել էր, որ երբ որ այս խիստ նամակը ուղարկել եմ, միգուցե այս մարդկանց մեջ այնքան լինի ճնշումն ու տրտմությունը, շատերը գայթակղվեն դրանից։ Բայց հետո նույն ժողովրդին գրում ասում է, ես ուրախացա, որ ասում է, այս նամակը ձեզ չտրտմեցրեց կործանման համար, այլ տրտմեցրեց ապաշխարության համար, որովհետև ես տեսա, որ այս նամակը որքան ջանք գործադրեց ձեր մեջ, որքան արդարություն, որքան սրբություն, այսինքն նա տեսավ, ուրախացավ սրանից հետո, ուրախացավ, որ այդ մարդիկ Աստծուն սիրող մարդիկ էին եւ այդ խոսքը, այդ խրատը ընդունեցին իրանց փրկության համար։ Ժողովուրդ, Աստված ինչ անում է մեր փրկության համար, ոչ թե մեր կործանման համար։ Ինչ անում է մեր փրկության համար, որ կորսվողներ չլինեն։ Այս կորուստն է մեծ ցավ Աստծո համար, գիտեք, մեծ ցավը, կորուստը Աստծո համար, թե չէ Աստծո փառքը, ասենք մեր եսիմի ինչ փառք տալուց չի դրանով ավելանում։ Աստծո համար ամենամեծ ցավը իր ստեղծագործության կորուստն է։ Ես էլի մի բան էի նայում, մի հատ դևով բռնված հանցագործի մասին էր։ Երբ որ մի հոգևորական գալիս է իր հետ խոսալու բանդի մեջ, ու շատ հետաքրքիր այդ ֆրազաները կատարվում է, ասենց ինքը մի սենյակի մեջ է ցույց տալիս այդ ֆիլմի պես մի բան, ու այդ բռնված, չգիտեմ, այդ ինչքան երևի իրական դեպքի վրայով հանած, ու շատ հետաքրքիր Աստծո խոսքը իմացող մարդիկ, երբ որ դա նայեն, կհասկանան ինչա կատարվում այդ մարդու մեջ։
ու իր մեջ էլ շատ դևեր կային, եւ միտեղ սենց ասում, ասма գիտեք, որն է մեր նպատակը, Աստծո համար այդքան բան չի ասում, մենք ասում է, ինքը խոսում է իր ներսը, դևերն են խոսում իր մեջից, ասում է մեր նպատակը այն է, ինչքան կարողանանք Աստծուն ավելի ցավ պատճառենք, ու ասում է գիտես որն է այդ ցավը, ինքը խոսում է հոգևորականի հետ, ասում է գիտես որն է այդ ցավը, ասում է այն, որ մենք կարողանանք, ինչքան շատ կարանք, այդքան կորսեցնենք մարդկանց, այ սրանով ենք մենք Աստծուն ցավ պատճառում, թե չէ սատանան ինչ կարող անի Աստծուն, ինչ կարող ասել, մենք հիշում ենք, չէ՞ մի հատ Հիսուսը բերանի սուրը ուղարկելու է չարին, ասենց փրթիկ անի, գցի խավարի մեջ, բայց ասում է, այ սրանով ենք մենք ուզում, այ մեր նպատակը կյանքի էսա, ինչքան կարողանանք մարդ կորցնենք այս աշխարհի մեջ, այ սրանով ենք մենք ցավ պատճառում Աստծուն, թե չէ Աստծուն ցավ պատճառել չկա, դուք պատկերացնում եք, Աստծո համար ինչքան ցավ է, իր որդիների կորցնելը, այս սատանայի նպատակը է սա, թե չէ ինքը Աստծո դեմ ոչ մի բան չի կարող անի, այն ինքը Տիրոջը ցավ է պատճառում սրանով, կորցնելով մարդկանց որդիներին, եւ Տերը խրատում է մեզի, որպեսզի մենք հանկարծ այս ճանապարհների մեջ չկորցնենք, որպեսզի մենք շինվենք որպես կենթանի քարեր իր տաճարի մեջ, որպեսզի ինքը պաշտվի այդ տաճարի մեջ, ինքը ապրի այդ տաճարի մեջ, ինքը գործի այդ տաճարի մեջ, որտեղ ինքը ուզում է, որ մենք իր կողքին լինենք, ինքն էլ մեր կողքին։ Ես Պողոս Առաքյալի թղթերից մի տեղ եմ ուզում կարդամ, առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 10 խոսքից 13 խոսքը։ Երրորդ գլուխ 10-ից 13։ Տեսեք ինչ ասում Պողոս Առաքյալը, ասում է Աստծո շնորհքի չափով, որ ինձ տրվեցավ, իմաստուն ճարտարապետի մպես հիմք դրի, բայց անոր վրա շինողը ուրիշ է։ Այսինքն դրված այսի հավատացյալ ժողովրդի մասին է խոսում, ոչ թե աշխարհային ժողովրդի մասին, այսի խոսում է եկեղեցիների մասին։ Ասում է իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց անոր վրա շինողը ուրիշ է։ Միայն թե ամեն մեկը թող զգուշանա, թե ինչպես կշինե։ Այսինքն մենք գիտենք, շինություն էլ կա, շինություն էլ, ու ամեն շինություն ճիշտ շինություն չի։ Մի եղբայրն ասեց, այդ քրիստոնեություն անողը, դա քրիստոնեությունը կոչում է, անուն է մենակ։ Դա ոնց որ անենց մի հատ ֆասադ տենաս անունը դնես, բայց հիմի դրա շինվածքը ինչպիսին է, մենք չգիտենք։ Հիմի սրա մասին է խոսում, ասում է հիմքը դրված է, հիմք կա դրված։ Ասում է ճարտարապետի պես, իմաստուն ճարտարապետի պես հիմք ենք դրել, բայց հիմա այդ հիմքի վրա շինողը դուք եք ասում, ուրիշ է շինում։ Հիմի տեսեք, դա սաղը գիտեք այս համարները, պրոստը մի հատ վերհիշեք։ Վասի մեկը ուրիշ հիմք չի կրնալ դնել դրվածից զատ։ Այսինքն ճշմարիտ հիմքը դա Քրիստոսն է, ուրիշ ճշմարիտ հիմք չկա, որը Հիսուս Քրիստոս։ Եթե մեկը այս հիմքի վրա շինելու գործած է ոսկի, արծաթ, պատվական քարեր, փայտ, խոտ, եղեք, այսինքն տարբեր մատերիալներ կա, համի այս շինվածքը, այս հիմքը որ կա այդ հիմքի վրա, դու ինչ շինվածք, համի ասենք մենք քրիստոնյա ենք կոչվում, բայց մեր ներսը ինչ շինություն կա։ Ինչ մատերիալից ենք շինել մենք այդ շինությունը, ինչ ամրություն ունի մեր ներս եղած շինությունը։ Հիմքը դրված է, ուրիշ հիմք չկա, բայց շինությունը շատ կարևոր է։ Մենք ինչ ենք շինում, ինչ ենք օգտագործում այդ շինության մեջ։ Որովհետև ինչ ասում, փայտ խոտ եղեք, ամեն մեկուն գործը հայտնի պիտի ըլլա, քանզի օրը Երևան պիտի հանե։ Այսինքն ժամանակա գալու Երևան հանել, այսինքն ի հայտ պիտի գա ամեն մեկի շինությունը։
գալու է ժամանակ, ով ինչ շինել է, դա իհայտ է գալու։ Ամի որտեղ մենք մեր կյանքի մեջ շատ անգամ մարդիկ կան, էլի ասում են դե մեր մտքով անցնում է էլի տենց բան, ասում ենք դե լավ էլի ոչինչ էսել թող սենց լնի էլի, ոչինչ։ Այ մարդ թող սենց սղացնենք կեթա էլի ոչինչ։ Այս մեկը որ մի քիչ չբռնի Աստծո խոսքը, այդ ոչինչ։ Էս էլ է շինություն, գիտեք։ Հա էս մի երկու բանը տեսեք ստացվել է մոտս, լավ է։ Հա ոչինչ էս մի հատն էլ թող մի քիչ ծուռ լինի։ Էսի շինության քո մատերիալն է։ Էսի դու այդի դրանով երևում է մարդը ինչ մատերիալ է օգտագործել ոսկի, արծաթ, պատվական քար, թե փայտ, խոտ կամ եղեք։ Εμի ասում է ժամանակը գալու է, իհայտ է գալու։ Դու ինչ ես շինել, որովհետև պիտի հանե վասնզի կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկուն գործին ինչ տեսակ ըլալը կրակը պիտի փորձե։ Հա մի լիքը մարդիկ կան էլի, որ քրիստոնյա անուն են կրում իրանց վրա։ Լիքը մարդիկ կան։ Բայց ես այդ հիմքի մեջ, այդ անունի մեջ ինչ շինություն եմ օգտագործել։ Ինչ եմ շինել իմ կյանքի մեջ։ Այդ շինությունը ոսկի է։ Ոսկին տարբեր, ասենք գիտենք, չէ՞, մենք էլ գիտենք, որ տարբեր մետաղներ, տարբեր գներ, տարբեր արժեքներ, տարբեր մաքրություններ ու ամրություններ ունեն։ Հիմա ես ինչ եմ օգտագործել, ասում է, այդ ինչ որ օգտագործել ես, շինել ես, մի օր ժամանակը գալու է, եւ կրակը պետք է փորձի, ու Երևան է գալու։ Շատ կարևոր է ժողովուրդ, մենք ոնց ենք շինում մեր ներսի կառույցը։ Մենք կարողանում ենք Աստծո խոսքի ուշադրություն դարձրեք։ Երբ որ կարդում եք Հին Ուխտը, տեսեք Մովսեսին, երբ որ Աստված, տեսեք մանրակրկիտ բացատրեց Աստծո խորանը ոնց պետք է շինվի։ Մանրակրկիտ բացատրեց, որ sense ուշադրություն ես դարձնում, խճճվում ես այդ մանրուքների մեջ։ Մանրակրկիտ կոճակներից բռնված վարակույրները ոնց պետք է կոշկվի, ինչ գործվածքներ պիտի ունենա, ինչ մատերիալներից պետք է լինեն, մինչև անոթները, բոլորը իրանց չափերով, մատերիալներով, դրված տեղերով, որին ոնց պետք է կոշկվի, միանա, սաղ մանրամասը, որ խճճվում ես, այ մարդ, ասում ես, այս ինչ մանրուքներ կա էլի, որ Աստված ուշադրություն է դարձրել այդ ամեն մի մանրուքին։ Ու հիշում եք Մովսեսին ինչ ասեց, ուշադրություն դարձրա, որ ոնց որ քեզ ցույց եմ տվել լեռան վրա, այնպես շինես։ Ոնց ցույց եմ տվել, այդպես պիտի շինես։ Ու Մովսեսին իմացա, որ դա մենակ Մովսեսի խելքի բանը չի։ Ասեց քո համար էլ իմաստուն մարդիկ եմ հանելու Իսրայելի ժողովրդի մեջից, որ քեզի օգնեն, նրանց իմաստություն եմ տալու, որ քեզի այս գործի մեջ օգնեն։ Երբ որ գրված է ամեն բան գրվածի համեմատ Մովսեսը շինեց, կառուցեց, դրեց խորանը, բայց էլ Աստծո փառքը չէր իջել խորանի մեջ։ Դրանից հետո երբ որ արյան սրսկումը, յուղի սրսկումը, սուրբ ջրի սրսկումը տեղի ունեցավ խորանի շինվածքի մեջ, այն ժամանակ նոր գրված է Աստծո փառքը իջավ։ Ու բոլորը տեսան այդ Աստծո փառքը, որ իջավ խորանի վրա։ Աստծո փառքը ուզում է իջնի այդ խորանի վրա, բայց այնտեղ պետք է ամեն բան իր ասացի համեմատ կառուցված լինի։ Իր ասացի համեմատ։ Վերջում էլ այդ կառույցից հետո այդ մի հատ արյունը, ջուրը պետք է սրսկվի այդ անոթների ամեն ինչի վրա։ Նոր նրանից հետո է Աստծո փառքը իջնելու։ Եվ ամեն բան նրա խոսքի համաձայն։ Մենք ուշադրություն դարձնենք։ Աստծո համար շատ կարևոր է այս շինությունը, ժողովուրդ ջան։ Թե չէ մենք մի քիչ, այո, մենք շատ անգամ շատ բաների մատների, ոնց որ աշխարհի ժողովուրդն են ասում, մատների արանքով ենք շատ բաների նայում։ Մատների արանքով։ Այնց էլի լիարժեք չենք նայում, դա է նշանակում մատների արանքով։ Լիարժեք չենք նայում, ասում ենք ոչինչ։ Այսքանը կա, այնքանն էլ ոչինչ, թո չլինի։ Ոչ։ Տերն ասում է, ամեն բան իմ խոսքիս համաձայն պետք է լինի։ Իմ խոսքիս համաձայն։ Ես մի տեղ էլ կարդամ Եզեկիել մարգարեություն
13 գլուխ 10-ից 16 խոսքերը։ Տեսեք ինչ ասում։ Եզեկիել 13-ի 10-ից 16 խոսքերը։ Որովհետև անոնք իմ ժողովուրդս կմոլորեցնեն եւ խաղաղություն կսեն, երբ խաղաղություն չկա։ Ասենք մարդիկ շատ անգամ անհոգ են ելնում, էլի, անհոգ են ելնում, ասում են դե ոչինչ, էլի, ոչինչ։ Մեկը լավ կլինի ամեն բան։ Փառք Տիրոջը ամեն բան լավ ալնելու, ովքեր ապրում են նրա կամքի համաձայն։ Բայց բաներ կա Աստված, տեսեք ինչ ասում, ասում է դրանք ասում են իմ ժողովրդին մոլորեցնում են, ասում է խաղաղություն են ասում, երբ խաղաղություն չկա։ Ու ժողովուրդը պատաշինում, տեսեք, ես էլ ստեղ էլ աշիրության մասին խոսում Աստված։ Էսի օրինակ է բերում Աստված մարդկանց հոգևոր վիճակի վրայով։ Ասում է ժողովուրդը պատաշինում եւ գուշակողները կիրով կծեփեն զանիկա։ Այսինքն մի հատ մարդիկ իրանց ուզած ձևով անում են, այն մյուսներն էլ հաստատում են, էլի ասում են լավ է, ծեփում են, այսինքն այն ծուրմուր տեղերը ծեփը գիտեք, չէ՞ որ գաջ են քաշում տների մեջ, ստե չգիտեմ, ոնց որ չեն քաշում գաջ։ Հայաստանում շատ են, որ պատերը այդ ծուրմրտիկ տեղերը սենց սվաղեն չերևա։ Ծեփը է դա, որ ծուր բաներ կա սվաղում են, էլի որ հանկարծ չերևա էդի ծուռա։ Աստծու համար շատ կարևոր է, թե ոնց ես շինում դու քո ներսի տաճարը հոգու միջոցով։ Նրանք էլ ասում են կիրով կծեփեն զանիկա։ Այն կիրով ծեփողներին, ովքեր ասում են ոչինչ, մի քիչ ծուր մուր բաներ կա, ոչինչ էլի։ Կծեփենք կեթա, այսինքն կսվաղենք, էլի։ Սվաղենք չի երևա, որ ծուր մրտիկ է սա։ Կծեփենք կեթա ասում են։ Այն կիրով ծեփողներին ասե, ասում է, եւ գուշակողները կիրով կծեփեն զանիկա, այն կիրով ծեփողներուն ասե, անիկա պիտի փլի, որովհետեւ չի սարքվել, փլվելու է, ինչքան էլ սվաղեցիր այդ ծուր մրտիկ տեղերը, այդ թույլ տեղերը, ասում է գնա դրանց ասա, որ էդի փլվելու է, փլվելու, չի կարելի տենց անել, չի կարելի ծռել, չի կարելի փոխել, օրենք կա դրա համար։ Օրենք, չէ, մի որ եթե մեն մարդիկ մի քիչ Հայաստանում էլ արդեն խստացել, որ ուզում են տուն շինեն, եթե մեն արդեն նախագիծ, հաշվարկներ են անում, քանյացություն պետք է դնեն, ինչ չափի հիմք պետք է գցեն, ինչ քարեր պետք է շինեն։ Այդ պետք է սաղ այդ օրենքի համաձայն, ճշմարտության համաձայն պետք է լինի։ Ճշտի համաձայն պետք է լինի, ոնց որ ասում են ժողովուրդը։ Ճշտի համաձայն։ Չի կարելի ասում, էդի փլվելու է, գնա դրանց ասա փլվելու է, չի կարելի տենց շինել։ Պիտի փլչի, որովհետև ինչ ասում, ասում է հորդահոս անձրև է գալու։ Որտև այդ ժամանակը գալու է, ոնց որ ընդեղ Պողոս առաքյալն ասում է, տեսեք ոնց եք շինում, որտև ժամանակը գալու է ու Երևան է ելնելու, ինչ եք շինել դուք։ Եվ ստեղ էլ ասում է հորդահոս անձրև պիտի գա, եւ դուք ով կարկուտի քարեր պիտի ինակ, էսի լինելու է ասում է։ Սա անխուսափելի է, սա պետք է գա։ Ինչպես ասես չի ասեց, պետք է ժամանակը գա, որ ամբողջ աշխարհը պետք է ընկնի այդ փորձության մեջ։ Բայց դուք ասում է, ձեր գլուխները վերև բարձրացրեք։ Ու զանիկա մրկալից հովը պիտի ճեղքի։ Երբ պատը փլչի, ձեզի պիտի չսեն, թե ուր է այն ծեփը, որով դուք ծեփեցիք, այսինքն պետք է ձեզի ասեն, բա անց սիրուն էր երևում, ամեն բանս լավ էր երևում, բայց ինչ եղավ այդ պատին։ Բայց այդ ծեփածի տակ ծուր բաներ էր շինված, այդ մենակ ֆասադն էր երևում այտենց։ Բայց այդ շինությունը ճիշտ չէր տեղի ունեցել, դրա համար ասում է գալու են ձեզի ասեն, բայց այդ պատը, որը այտենց սիրուն շինել էիք, բայց ինչ եղավ այդ պատին։ Որտե սվաղելով անցնելով չի, սվաղենք անցնենք, ծուռա, մրտիկա, սվաղենք անցնենք։ Ասում պետք է գան ասեն ձեզի, բա ինչ է լավ այդ պատը։ Չսեն թե ուր է այն ծեփը, որով դուք ծեփեցիք։ Անոր համար Տեր Եհովան այսպես կսե. իմ սրտմտությունովս մրկալից հովը պիտի հանեմ, եւ իմ բարկությունովս հորդահոս անձրև
ու սրտմտությունովս կարկուտի քարեր պիտի գան, որպեսզի զանիկա բնաջինջ ընե։ Այսինքն այն ինչը որ Աստծո ուզածի պես չի, իր խոսքի համաձայն չի։ Էդի պիտի բնաջինջ անե Աստված։ Բնաջինջ ընեն, Տիրով ծեփած պատերնիդ պիտի փլցնեմ, զանիկա գետնին հավասար պիտի ընեմ, անոր հիմքը պիտի երևա։ Այսինքն սրանից հետո որ տենակ ինչ հատ է շինած եղե։ Որ երևա, որ այդ ծեփածը ուրիշ բաներ ցույց տալի, բայց հիմքը ինչ ա եղել դրա, ներսը ինչ ա եղել դրա, որ երևա ասում ա, սա թույլ եմ տալու, որ երևա, որ այդ ծեփածը այնքանավոր ունեց ցույց տալու համար էր, բայց ներսը խարխուլ ա եղել։ Հիմքը պիտի երևա, եւ անիկա պիտի ինա, դուք անոր մեջ բնաջինջ պիտի լաք ու պիտի գիտնաք, թե ես եմ Տերը, ես եմ Տերը, այսինքն որ մի բան ասում եմ, այտենց պիտի լինի, Տերը ես եմ։ Եթե ասում եմ, ուրեմն այտենց պիտի, ձևը այտենց ա, կանոնը այտենց ա, այդ շինվածքի օրենքը այտենց ա, եթե այտենց շինեցիր, ոչ մի փոթորիկի չի դիմանալու այդ շինությունը։ Ոչ մի քամու չի դիմանալու, ոչ մի ջրհեղեղի չի դիմանալու այդ շինությունը։ Ասում որ իմանաք ես եմ Տերը, որ ասում եմ, այդ ա ճշմարտությունը։ Եվ ես իմ սրտմտությունս պատի վրա, այսինքն այդ մարդկային այդ գործերի, ծուր գործերի վրա է Տիրոջ բարկությունը։ Նորից եմ ասում, Աստված սիրում է մարդուն, բայց այդ ծուր գործերի համար մարդը ընկնում է շատ փորձանքների մեջ։ Ու զանիկա Կիրով ծեփողներուն վրա պիտի թափեմ։ Ու ձեզ պիտի սեմ, պատը ու զանիկա ծեփողները ոչինչ եղան։ Այսինքն Իսրայելի մարգարեները, որոնք Երուսաղեմի համար մարգարեություն կնեին եւ անոր վրայով խաղաղության տեսիլքներ կտեսնեին, քանի որ խաղաղություն չկա։ Այսինքն որ պետք է լինի ասենց, բայց դրանք ասում են ոչինչ, դա էլ կլինի։ Խաղաղություն է, բայց դեռ ասма չէ, խաղաղ ճիշտ չի տենց։ Էդի այտենց ճիշտ չի, չկա խաղաղություն։ Մի ասեք խաղաղություն է։ Եթե էդի ծեփել անցել եք, բայց ներսը ծուռ է, ուրեմն ճիշտ չի էդի։ Խաղաղություն չկա այդտեղ։ Մի արեք այտենց բան։ Արեք ամեն բան Աստծո խոսքի համաձայն։ Ընդունում ենք սա մեր սրտերի մեջ։ Ժողովուրդ ջան, կապ չունի մենք ինչքան ենք համապատասխանում Աստծո խոսքի գրվածներին։ Բայց գոնե մեր փափագը այս խոսքին համապատասխանելու գնում է։ Մենք ուզում ենք գնանք ապրելու ճիշտ այս խոսքերի մեջ։ Ես չեմ ասում, Պողոս առաքյալը ինչ ասում, ասում է, ես չեմ համարում, որ արդեն հասել եմ, չէ՞, հիշում եք։ Բայց ինքը ինչ գործեր էր անում Աստծո եկեղեցի մեջ, բայց ասում է, ես չեմ համարում, որ արդեն հասել եմ, բայց յետևինները մոռացել եմ եւ դեպի իմ առաջին նպատակն եմ նկարտում գնում։ Այսինքն, հիմի կապ չունի, եթե ես իմ ներսը լիարժեք չի համապատասխանում Աստծո խոսքին, չի նշանակում, որ մի քիչ կարելի է ծռել Աստծո խոսքը։ Ոչ։ Ես պետք է ձգտեմ, որ իմ ներսը իր հոգու միջոցով համապատասխանի այս շինությանը։ Իր հոգու միջոցով համապատասխանի։ Եվ մենք հիշում ենք այն երկու տուն շինողների առակը, որ Հիսուսն ասեց, որպեսզի մեր տունը Տերը չի ուզում քանդվի մեր տունը, որ մենք կարողանանք ապրենք նրա հետ հավերժ։ Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Աղոթենք։